շատ հեշտ է հետահայաց նստել այդպիսի բաներ պատմել, բայց այդ դեպքում հարկավոր է բացատրել, թե ինչու էր Ադրբեջանը 15 տարի շարունակ հարձակողական զենք գնում Ռուսաստանից։ Գնում էր, որ ինչ աներ Քոչարյան Ռոբերտ։ 4-5, երբեմն 10 անգամ ավելի շատ զենք զինամթերք սպառազինություններ գնում Ադրբեջանը, որ որտեղ կիրառեր։ Լցներ Կասպից ծովը խորտագեր, ինչ աներ, կրագեր, հորատանցքեր, բացեր հրթիռներով, Իրանի վրա հարձակվեր, Թուրքմենստանի, Ղազախստանի, Ռուսաստանի ծովով բոլոր հարևանների, Դաղստան էր ուզում մտնել Ադրբեջանը, Վրաստանն էր ուզում գրավել, ինչի համար էր առնում եւ կուտակում հարձակողական զենք զինամթերքը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակցից։ Եթե պատերազմի չէր պատրաստվում։ Հա, եւ ասում եմ մեկ զանգով այդ հարցը կլուծեի։ Բոլորը սուպերմեն են բարձվում է, էլի։ Մարդիկ, ովքեր ժամանակին բանակի համար ծախսել են անհամեմատ փոքր գումարներ, քան թե դա կարող էին անել, որոշում են, որ պատերազմները շահելուց հետո զանգն է, հեռախոսազանգն է։ Այսպիսի խելացի առաջնորդներ ով է տվել մեզ, սիրելի ժողովուրդ, կարող եք բացատրել, մոտավորապես հասկանանք, էլի։ Ինչպես է լինում, որ այսպիսի հանճարները կառավարումից դուրս են մնում։ Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լայքել եւ բաժանորդագրվել ալիքը։ Դրանով դուք կնպաստեք, որ հաղորդումներն ավելի շատ մարդ տեսնի։